Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն փետրվարի 5-ն է, մեկ օր ընդամենը հաղորդում չենք արել եւ բազմաթիվ հարցեր են կարևոր կուտակվել քննարկելու այսօր, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Միացյալ Արաբական Էմիրություններում, Աբու Դաբիում, որտեղ որ մասնակցել է Զայեդ եղբայրության համար կարևոր մրցանակաբաշխությանը 2026 թվականի, որը որ հանձնվել է իրեն եւ Ալիևին, նաեւ շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, բազմաթիվ հարցեր են քննարկել եւ կարևոր է հասկանալ, թե ինչն է եղել իրենց հիմնական քննարկման առարկան։ Ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ հայտարարություններ են եղել, կարևոր կանդրադառնանք նաև միջազգային իրադարձություններին, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ հիմա այս պահին։ Նախքան դա անպայման կոչ եմ անում լայքել, բաժանորդագրվել մեր ալիքին, եթե մինչև հիմա իհարկե չեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Ինչպես արդեն նշեցի, Աբու Դաբիում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Իլհամ Ալիևի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Քննարկման հիմնական թեման եղել է Վաշինգտոնում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթուղթը, որով որ փաստացի խաղաղություն հաստատվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Լավ է, որ երկուսն էլ կարևորել են այդ փաստաթուղթը, նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթի մասին է խոսքը, խոսել են նույնիսկ երկկողմ համագործակցության մասին, թե ինչպես կարելի է առևտուրը ընդլայնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, նրա մասին, որ հիմա Հայաստանը Ադրբեջանից նավթ է գնում, նաեւ տրանզիտով Ադրբեջանով ռուսական ցորենը, ղազախական ցորենը գալիս է Հայաստան, այդ հիմնական թեմաներն են քննարկվել, ինչպես նաեւ TRIP ծրագիրն է եղել հիմնական քննարկման թեմաներից մեկը։ Եվ դրանից բացի կողմները համաձայնել են, որ շարունակեն ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունը։ Նախկինում նման բան նույնիսկ երևակայել չէր կարելի։ Դրանից բացի թե Ալիևը, թե Փաշինյանը ողջունել են, որ քաղաքացիական հասարակության միջև շփումները եւ փոխայցելությունները տեղի են ունեցել, դա եւս դրական են գնահատել Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը, եւ հիմնականում սա է, եւ կարեւորը այն է, որ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Դրանից բացի նրանք համաձայնել են պահպանել կապը երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Դրանից բացի հայտարարությամբ են հանդես եկել ինչպես Փաշինյանը, այնպես էլ Իլհամ Ալիևը, հիմնական թեման մեր տարածաշրջաններ եւ երկկողմ հարաբերությունները, ու Փաշինյանի խոսքերով այս հարաբերությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այլ նաեւ սա նրա հաստատումն է, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փակված է։ Ալիևն էլ ասել է, որ 30 տարի պատերազմել են, հիմա նոր են սովորում ապրել խաղաղության մեջ, նախկինում Փաշինյանն էր այս ամենը ասում, հիմա վերջերս Ալիևն է սկսել նույնը ասելով, որ մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, ու սա յուրահատուկ զգացողություն է։ Ընդհանուր առմամբ, երբ որ մենք տեսնում ենք, որ աշխարհում շատ բան փլուզվում է, աշխարհակարգը փլուզվում է եւ տարբեր տեղերում մեծ պատերազմների վտանգներ կա, իհարկե ուրախացնող է, որ կարծես թե մեր տարածաշրջանում մի փոքր կայունությունը ավելանում է։ Հուսով եմ սա խաբուսիկ չի լինի եւ այդ խաղաղությունը շատ երկարատև կլինի։ Սա իմ կողմից եմ իհարկե ավելացնում, բայց իրոք շատ կարևոր արարողություն է տեղի ունեցել Աբու Դաբիում եւ շատ կարևոր հանդիպում ադրբեջանական կողմի հետ։ Մի խոսքով ընդհանուր առմամբ դրական է իմ գնահատականը, բավականին կարևոր եւ դրական հանդիպումներ են տեղի ունեցել։ Դրանից բացի կարևոր է նշել, որ Էրդողանը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել եւ Թուրքիայի նախագահն էլ ասել է, որ չափազանց կարևոր եմ համարում ինչպես Իլհամ Ալիևի կողմից, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկած համարձակ քայլերը եւ վճռականությունը, ու Էրդողանի խոսքերով ինքը հավատում է, որ համաձայնագիրը ուժի մեջ մտնելով Կովկասի համար նոր էջ կբացվի։ Այսինքն Էրդողանը ասում է, որ
Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրեք, մենք ամեն ինչ ավարտված չենք համարի, շատ լավ է, ողջունում ենք, ամեն ինչ դրական է, համարձակ քայլեր եք ձեռնարկել, բայց մենք սպասում ենք խաղաղության պայմանագրին, եւ սա մեզ հուշում է այն, որ երկու երկրներով Ադրբեջանը եւ Թուրքիան պայմանավորվել են իրար մեջ, որ Թուրքիան փորձի ձգձգել հայ-թուրքական սահմանի բացումը, ինչ որ խոչընդոտներ առաջացնել հայ-թուրքական կարգավորման process-ում, այսինքն տեղաշարժեր կունենանք շատ կամաց, շատ դանդաղ, եւ Թուրքիան միշտ պատճառաբանելու է այն, որ դեռևս խաղաղության պայմանագիր չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց ընդհանուր առմամբ այդտեղ եւս պոզիտիվ զարգացումներ եւ փոփոխություններ մենք տեսնում ենք։ Հիմա թե ինչի ասել Օվերչուկը Հայաստանի մասին։ Եվ պետք է նշեմ, որ Օվերչուկը բավականին կարևոր պաշտոն ունի, գիտեք, փոխվարչապետ է։ Լավրովի հայտարարության մասին մենք խոսել ենք, Սոլովյովի հայտարարության մասին մենք խոսել ենք, Դուգինի հայտարարության մասին Զախարովայից էլ միշտ խոսում ենք, եւ սա լրացնում է արդեն եւ ավելի པարզ է դարձնում մեզ համար, թե ինչ է ցանկանում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում, ինչ պահանջներ ունի Հայաստանից, ինչ մտադարձություններ եւ ինչ ցանկություններ։ Եվ Օվերչուկի խոսքերով Հայաստանը պետք է հաշվի առնի այն, որ Եվրամիությունը դարձել է շատ ագրեսիվ Ռուսաստանի նկատմամբ, ագրեսիվ տրամադրված է եւ դա դարձնում է Եվրամիությանը ագրեսիվ տրամադրված ռազմաքաղաքական ուժ ընդդեմ Ռուսաստանի։ Հետո նա ասում է, արդյոք հայերը պատրաստ են միանալ այդպիսի ռազմաքաղաքական դաշինքի։ Եվ ահա այդ հարցը պետք է իրենք տան իրենց, այսինքն հայերը պետք է իրենց հարցանեն, թե արդյոք Հայաստանը պատրաստ է միանալ այդպիսի ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի։ Եվ սա նշանակում է այն, որ Ռուսաստանի քաղաքականությունը հիմա բավականին լուրջ փոփոխություններ է կրել Հարավային Կովկասի նկատմամբ եւ Հայաստանի նկատմամբ։ Բաց շատ པարզ ասում են. Եվրամիությունը մեզ դարձել է թշնամի երկիր, ռուսներն են ասում, ռազմաքաղաքական ուժ, եւ դուք ուզում եք անդամակցել ահա այդ ուժին։ Սա հիմք է նախապատրաստում ընտրությունների համար, որոնք տեղի կունենան Հայաստանում այս տարի, խորհրդարանական ընտրությունների, եւ դրանից բացի, եթե ինչ-որ մի բան այնպես չընթանա, ինչպես ցանկանում է Մոսկվան, հիմք է նախապատրաստում նաեւ հետագա հաջորդ գործողությունների համար։ Ես կդժվարանամ նշել, թե կոնկրետ ինչ գործողություններ կարող է տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ այս հռետորաբանությունը ինձ հուշում է, որ Հայաստանը, Հայաստանի իշխանությունները պետք է չափազանց զգուշ լինեն եւ ավելի խելացի քաղաքականություն հիմա վարեն։ Այսինքն այն ճկուն քաղաքականությունը, որը որ փորձում էր վարել Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի իշխանությունները, փաստացի այս պայդրությամբ այդքան էլ արդյունք չեն տալիս եւ Ռուսաստանի Դաշնությունը Օվերչուկների միջոցով, Լավրովների միջոցով, Դուգինների եւ Սալավյովների միջոցով մի փոքր այլ ձևով, սպառնալիքի լեզվով ուզում է հասկացնել, որ ընտրություն կատարեք մեր եւ Եվրամիության միջեւ։ Հետաքրքիրը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասով ավելի քիչ են հայտարարություններ, ավելի մեղմ, ճիշտ է, կան այդ հայտարարությունների մեջ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասով, եւ դրանից բացի մենք տեսնում ենք հիմա, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանը խորացրել է հարաբերությունները, նաեւ J.D. Vance-ի այցից առաջ այս ամենը մենք նկատում ենք, բայց հռետորաբանության մասով, հայտարարության մասով փորձում են ամերիկացիներին չկապնել, չդիպնել, բայց եվրոպացիների մասով ազատ արտահայտվում։ Դրա համար ես կարծում եմ, որ այս բոլոր հայտարարությունները հաշվի առնելով, նաև հաշվի առնելով, որ Հայաստանում այս տարի խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, պետք է որ շատ լուրջ մտածել, թե հիմա Հայաստանը ինչ ձև է փորձելու իր արտաքին քաղաքականությունը վարել, որպես փոքրիկ երկիր, որպեսզի մաքսիմալ ձևով զերծ մնանք ինչ որ լուրջ ցնցումներից։ Իհարկե, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանը կարողանա ամրապնդել
իր ինքնիշխանությունը եւ անկախությունը եւ ոչ թե հակառակը թույլատնի իր անկախությունը։ Սա շատ կարևոր է եւ մենք բոլորս միասին նաեւ պետք է մտածենք այս հարցի շուրջ, ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաեւ մենք։ Եվ թեման շարունակելով ընդհանրապես մենք հետաքրքիր տեղեկության վրա, հաղորդման վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպելու է նաեւ Սերգեյ Լավրովի հետ, Մարիա Զախարովան է այս մասին հայտնել եւ քննարկելու են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր։ Ալեն Սիմոնյանը օր Սերգեյ Լավրովը օր մեկը արտգործնախարարը, մյուսը ազգային ժողովի նախագահ, բայց դե ռուսները իրոք լուրջ քննարկելու թեմաներ ունեն, ինչպես երևում է այդ բոլոր հայտարարություններից։ Եվ ես կանխատեսում եմ, որ օրեցօր այս հռետորաբանությունը Ռուսաստանից միայն ավելի է լարվելու։ Դրան պետք է անպայման պատրաստ լինել։ Հիմա թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում։ Երեք հաղորդում չենք արել, որ խոսեինք այն մասին, թե ինչպես Իրանը անօթաչոթարչող սարքեր բաց թողել ավիակիր Աբրահամ Լինկոլնի ուղղությամբ, երևի այս մասին արդեն տեղյակ եք, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները F-35-երով հարվածել են այդ անօթաչոթարչող սարքերին։ Խոսքը այն մասին, որ դրանք հենց այն անօթաչոթարչող սարքերն են, որոնք որ Ռուսաստանը օգտագործում էր ընդդեմ Ուկրաինայի, այսինքն էլի Իրաններ տրամադրել։ Դրանից բացի իրենք փորձեցին նաեւ ամերիկյան նավ շրջափակման մեջ առնել եւ փորձել վերահսկողության տակ վերցրել, ինչին խոչընդոտեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը, բայց հետաքրքիր է, որ իրանական կողմը այնուամենայնիվ ագրեսիա է ցուցաբերել եւ կրակեր բացել այդ նավի ուղղությամբ։ Բայց այնուամենայնիվ կարծես թե բանակցություններ կարող է տեղի ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Այստեղ էլ կան բազմաթիվ հակասական տեղեկություններ։ Սպիտակ տան մամլո խոսնակն է հայտարարել, որ բանակցությունները պատրաստվում են, դա 3-ի առաջի օրվա հաղորդում է։ Դրանից բացի կան տեղեկություններ, որ իսրայելական կողմը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ամենաբարձր մակարդակներով խնդրել է ազատ գործողությունների իրավունք Իրանի ուղղությամբ։ Իրանն էլ պահանջել է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները տեղի ունենան Օմանում, այլ ոչ թե Թուրքիայում, բայց իրանական կողմը նախապայման է դրել, որ միայն ատոմային հարցի շուրջ են լինելու բանակցություններ։ Այս մասին տեղեկացնում է Axios-ը, բայց այստեղ էլ եղան հետո փոփոխություններ, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջել են, որ չէ, մնացած հարցերը եւս պետք է մտցվեն օրակարգ, հատկապես հրթիռների արկայության հարցը հերահար, որով որ Իրանը հարված էր հասցնում Իսրայելին, իրանական կողմը հրաժարվել է այդ հարցը մտցնել բանակցությունների մեջ եւ սա բանակցությունների համար շատ վատ ազդակ էր, բանակցությունները հայտնվել են տապալման եզրին, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես հաղորդվում է, պահանջել են, որ կամ առաջ կշարժվեն այդ բանակցությունները հենց այդ տրամաբանությամբ, կամ մենք ուշ կկիրառենք։ Եվ ահա այս ֆոնին, երբ որ արդեն տեղեկություններ տարածվեց, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից, հրաժարվում է քննարկել հրթիռների հարցը, նաև երևի պրոքսի այդ ուժերին աջակցելու հարցն էլ նախկինում կար Դոնալդ Թրամփի կողմից, չգիտեմ այդ հարցը հիմա ներառված է թե չէ։ Իրանում հասկացան, թե որքան վտանգավոր է իրավիճակը եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին շտապեց հայտարարել, որ չէ, բանակցությունները ուժի մեջ են եւ Իրանը պատրաստ է բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց ուղիղ բանակցություններ է անցկացնելու, պատրաստ է անցկացնել ուղիղ բանակցություններ։ Հիմա տեսնենք այդ բանակցությունները տեղի կունենան թե չէ, եթե Իրանը անում է հրթիռների իր պաշարի հարցը օրակարգից, ինչպես նաև մնացած հարցերը, հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները չցանկանան բանակցել միայն ատոմային հարցի շուրջ այդ օրակարգով։ Տեսնենք, շատ կարևոր է հասկանալ եւ ահա այստեղ կարևոր է նաև մեջբերել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը,
այն մասին, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խոմեյնին պետք է շատ մտահոգված լինի, այսինքն որ հարցերը ինքը պետք է արդյոք մտահոգված լինի, խոսքը Իրանի հոգևոր առաջնորդի անձնական անվտանգության մասին է, Դոնալդ Թրամփը շատ պարզ եւ հստակ ասել է, որ իհարկե պետք է շատ լուրջ նա մտահոգված լինի։ Տեսնենք թե ինչպիսի զարգացում կունենա այս ամենը։ Ուկրաինայի շուրջ էլ մեծ հաշվով ոչինչ չկա ասելու, ահռելի այդ պատերազմը ամեն օրվա ռեժիմով կյանքերը խլում, գիտեք, շատ լուրջ հարվածների տակ է ամեն օրվա Կիևը եւ ոչ միայն Կիևը։ Զելենսկին հայտարարել է, որ այս տեմպերով Ռուսաստանին առնվազն 2 տարի պետք է որ կարողանա գրավել ամբողջ Դոնբաս, այսինքն հեշտ եւ արագ չի ստացվի դա ռուսների կողմից եւ մինչեւ դա Ռուսաստանի ուժերը կսպառվեն։ Բայց ահա այս ամենի հետ մեկտեղ մենք տեղեկություններ ունենք, այսինքն միայն մենք չէ, բոլորն են խոսում այն մասին, որ այնուամենայնիվ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ շարունակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերով եւ որոշ առաջընթաց կարծես թե կա, այդ մասին արդեն ավելի պարզ մենք կիմանանք մոտակա օրերին, թե ինչ ստացվեց բանակցել։ Այս բայդարությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։